Ողջույն սիրելիներս, մեզ մոտ առավոտ է ու դուրս ենք եկել։ Ամուսինս աշխատանքի է գնում, ինձ բերում է երկաթուղային կայարան, գիտեք, որ մենք ապրում ենք Բարսելոնից մի փոքր հեռու ու գնացքով ավելի հեշտ է Բարսելոն գնալը, քան ավտոբուսով։ Ես էլ գնում եմ Բարսելոնա չինական նոր տարի նշելու։ Հուսով եմ ճիշտ եմ տեսել, որ այսօր Արկ դե Տրիումֆում չինական նոր տարին են նշելու։ Մի խոսքով ես գնում եմ նոր տարի նշեմ, ամուսինս աշխատանքի, ամուսինը թող աշխատի, դու նոր տարի նշի։ Դուք էլ ինձ հետ միասին գալիս եք նոր տարի նշելու։ Հիմա այստեղ արդեն ես հասել եմ երկաթուղային կայարան, իմիջայլոց մինչև ամսի 24-ը մեզ մոտ գնացքները անվճար է, կասեմ ինչի համար։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, 20 րոպե դեռ կա գնացքս գնալուն։ Հիմա ասեմ, թե ինչի է մեզ մոտ անվճար մինչև փետրվարի 24-ը, իհարկե միայն Կատալոնիայում, մյուս տեղերը չգիտեմ, բայց մեզ մոտ գրած է միայն Կատալոնիայում։ Գիտեք, բոլորդ լսած կլինեք վերջին դեպքերի համար, որ դժբախտ պատահարներ եղավ նախ Մալագայից դեպի Մադրիդ գնացող գնացքը, հետո էլ երկու դեպք էլ եղավ մեզ մոտ Կատալոնիայում ու ամբողջ ճանապարհները վերանորոգումը մի խոսքով անհարմարություն է մարդկանց համար ստեղծված, գնացքները ուշանում են, օրերով չեն աշխատում, մի փոքր մեղմացնելու համար այդ ամեն ինչը որոշել են, որ մինչև փետրվարի 24-ը լինի անվճար գնացքները։ Հիմա ես ունեմ անվճար գնացքի, բայց քանի որ պետք է նաև Բարսելոնայում տեղաշարժվեմ, դրա համար այնտեղ կառնեմ արդեն տոմս։ Հիմա այստեղից մինչև Բարսելոնա, մեր մոտից մինչև Բարսելոնա անվճար եմ իհարկե գնում, 10 անգամվա տվել են տոմս, որպեսզի գնալ 10 անգամ գնալ գալ, ինչքան որ գնացիր 10 անգամ կարող ես անվճար գնալ մի խոսքով։ Հիմա գնամ, արդեն մտնեմ, մեզ մոտ եղանակը ճիշտ է քամոտ է, բայց տաք եղանակ է, բայց քամին կա։ Չնայած մի քանի օր առաջ ոնց որ Անդալուսիայի մարզում փոթորիկ, ջրհեղեղ, ինչ-որ նման բաներ էր եղել, դե բնականաբար այդ քամին այստեղ կհասնի, ճիշտ է, մենք շատ հեռու ենք Անդալուսիայից, բայց ամեն դեպքում մեղմ մի փոքր քիչ կհասնի այստեղ, հիմա այդ է, քամին արդեն հասել է ոնց որ գնացինք, այս վայրում դուք չեք եղել, ես չեմ նկարել, կան մարդիկ, որ եղել են, բայց ես ինձ հետ դուք չեք եղել Արկ դե Տրիումֆում։ Եթե չլինի էլ այդ իմ ասած նոր տարին չնշեն կամ ինչ-որ մի բան, մի խոսքով այնտեղ գեղեցիկ է, շրջելու տեղեր շատ կա։ Գնացինք միասին Բարսելոնա։ You sit across the room, yet oceans lie between. Your eyes avoid the places where my voice has been. Every sigh a memory, fading with the tide. Unspoken confessions that the silence hides. And I wonder if you hear me in the spaces left behind. Echoes whisper softly what we'll never find. Echoes in the silence
Ժողովուրդ, ես արդեն տեղ եմ հասել, անկեղծի միկրոֆոնը միացրեցի, որովհետև համ աղմուկն է շատ, համ քամին է, գոնե այսպես ավելի ձայնս լավ կլսվի։ Իսպանացիներն էլ ինձանից բարձր է խոսում, ահավոր բարձրախոս են։ Ահա, սա Arc de Triomphe-ն է, անկեղծ չգիտեմ ինչա կատարվելու այստեղ, բայց շատ մեծ թվով մարդիկ արդեն կան, մետրոն այնքան լիքներ ու համարյա բոլորը այստեղից են, բայց որ ասեմ չինացի կար, մեջը չէ, 1-2 չինացի։ Հիմա հեսա հիմա անցնենք ու տեսնենք ընդհանրապես ինչա կատարվելու այսօր։ Ես էլ ձեր նման ոչ մի բանից տեղյակ չեմ։ Բայց հաստատ մի հետաքրքիր բան երևի կլինի, եթե չէ մի փոքր կնկարեմ այստեղ գեղեցիկ պարկել կա, դա էլ կնկարեմ, խոսքով ժամանակ կանցկացնենք Բարսելոնայում, մանավանդ որ շատերը, քանի նկարել էի Կատալոնիայի հրապարակը, շատերը գրել էիք, որ խնդրում եմ, ահա երաժշտությունը արդեն, խնդրում եմ, որ մի քիչ շատ նկարեք Բարսելոնան, հաճելի է տեսնելը մանավանդ ով որ չի եղել Բարսելոնայում։ Ես կնկարեմ, եթե հանկարծ YouTube-ը չի թողնի երաժշտությունը կարգելափակի, ես այլ երաժշտություն կտեղադրեմ իրական երաժշտության տեղը։ Ահա, հիմա այստեղ այսպես շատ սիրուն, շատ լավ տեղ է, եղանակն է շատ լավն է, արևի տակ նույնիսկ շոգ է, բայց մի փոքր քամին կա։ Բնականաբար այստեղ միշտ քամի է լինում։ Հիմա շրջենք, մոտենանք, տեսնենք, բեմ է սարքել, երևի համերգ է լինելու, չգիտեմ։ Խոսքով այսօր միասին անցկացնում ենք չինացիների նոր տարին, կարծեմ 2 օր այստեղ տոն է լինելու։ Ժողովուրդ, քանի երաժշտությունը չի հնչում, խոսեմ։ Տեղից այստեղ մարդաշատ է, զբոսաշրջիկային տուրիստական վայր է, այսօր նամանավանդ, այստեղ էլ ինչ են պայթացնում, չգիտեմ, ու ամեն դեպքում այստեղ մանավանդ այսօր պետք է զգուշ լինել հեռախոսից ու ընդհանրապես, եթե Բարսելոնա եք գալիս, ձեր իրերից, ձեր պայուսակից, ձեր հեռախոսից, թանկարժեք իրերից զգուշ եք լինում, ահա որ մանավանդ տուրիստական վայրերում ու մարդաշատ վայրերում։ Այստեղ աթոռներ կա։ Տեսնենք այստեղ ինչ է լինելու։ Աստորեն բեմը այս կողմից է, այսա արդեն բեմը պատրաստ է, երևի համերգ է լինելու ըստ երևույթին։ Այստեղ նստարաններ կա, բայց արդեն ռեզերվա պատվիրված է, այսինքն երևի չգիտեմ ինչ հյուրեր են լինելու։ Ինչ մենք այս կողքը կնստենք քարին։ Սուսան։ Այստեղ այսպիսի սիրուն վայր է, տեսնենք ինչ է լինելու, նոր կնկարեմ այսքան մասը ձեր համար։ Աստորեն միայն առաջին շարքերն էին ռեզերվարված, այս մնացած աթոռներին կարող եք անկից նստել ու վայելել իրենց երևի համերգ է լինելու, բայց քանի որ ես մտադիր չեմ մինչև վերջ համերգը վայելելու, մինչև վերջ մնալու, եկեք մինչև համերգի սկսվելը, այստեղ ինչ-որ տոնավաճառ կա, երևի չինական ապրանքների, չգիտեմ, եկեք դա
նայենք նոր միջև համերգը կսկսվի, քանի որ այստեղ շատ հաճելի վայր է իհարկե, հենց միայն զբոսնելու համար շատ հաճելի վայր է։ Անում եմ այստեղ ոչ միայն չինական իրեր են, երևի նոր տարվան վերաբերվող, այլ ուտելիքներ էլ է։ Հիմա տեսնենք այստեղ ինչ են վաճառում։ Իրենց ավանդական հագուստներով, չգիտեմ ինչ են վաճառում, եթե կարողանանք կմոտենանք։ Ինչ-որ այսպիսի բաները, ինչ-որ խորհրդանշական, ձինը, հրեղեն ձինը, այս տարվա սիմվոլն է։ Սա, այստեղ ավելի լավ է երևում։ Սա այս տարվա ձին, մի քիչ ձիու նման չի, բայց ձի է։ Այս տարվա խորհրդանիշն է, այս կողմը ավելի ուրիշ տեսակը կա։ Այստեղ էլ փոքրիկներն են։ Այստեղ նոր տարին, չինական նոր տարին է գրված, Չինես անինո, Չինես 2026։ Ամսի պաստորեն 7-ին փետրվարի նշում են իրենց նոր տարին։ Այստեղ նկարվում են բոլորը ու այսպես փոքրիկ կրպակները տոնավաճառ ամանորյա, այսինքն այստեղ չինական, չգիտեմ, հյութ անհայտ, անկեղծ չգիտեմ ինչ ասա։ Ինչ-որ չգիտեմ ինչա, անկեղծ միրգ էր, ինչ էր։ Այստեղ գրված է Granchurro Chino։ Տեսնենք այստեղ ինչ են վաճառում, չուրոս չինական։ Չուրոսը փայտիկների վրա ոնց որ, ինչ-որ հետաքրքիր բան է, բայց այստեղ ուտելիքներ է։ Այս տեսակի բան են վաճառում, մի հատը 3 եվրո, երկու հատը 5 եվրո։ Տապակում են, երևում է երևի ձեթի մեջ։ Այստեղ չգիտեմ ինչ է, այստեղ մրգերը, ելակը։ Այսպես կարամելիզացված մրգեր է ինչ-որ։ Մոցնում է կարամելի մեջ։ Ծանուշ է ելակը բուրում։ Բազմաթիվ թվով զբոսաշրջիկներ կան այստեղ, այստեղ էլ այս երեխաները իրենց տարազներով, չգիտեմ, այստեղ շատ ժողովուրդ կար, ինչա չգիտեմ, անցանք մյուսինս էլ երևի իրանց հյութ, այստեղ ինչա, երևի գարեջուր, չգիտեմ, մի խոսքով ամեն ինչը չինական է։ Իրենք ներկայացնում են իրենց մշակույթը։ Ու ոնց հասկանում եմ, մի ազգ, ինչ-որ մի ազգի, դե այստեղ շատ ազգեր են ապրում, մի ազգի ինչ-որ տոնակատարության ժամանակ ու այստեղ է տեղ ունենում։ Այստեղ էլ 20 եվրո, բավականին լավ տան կա, 25 եվրո, այս կողմից ինչ անուշոտեր եկավ։ Այստեղ շրջակա տարածքն է շատ սիրուն է, շատ գեղեցիկ է, շատ հաճելի է։ Դե սովորական օրերին այս տարածքը, որ հիմա կրպակներն է, ազատ է լինում, նստարաններ կա ամեն քայլափոխին ու շատ հաճելի վայր է։
Այստեղ հնչյունական երաժշտություն։ Չգիտեմ միկրոֆոնով ձեզ լավ կլսվի թե ոչ, ես միկրոֆոնը միացրել, որ կողմնակի ձայները շատ չխանգարեն։ Այստեղ էլ իրենց ուտելիքներն են։ Անկեղսո չգիտեմ ինչա։ Բայց արժեքը 5 եվրո, 7 եվրո, 5 եվրո։ 10 եվրոզ, ես մեկը սա ինչ-որ բրնձով է պատրաստված, սարսես ընկել է։ Ու գիտեք ինչ հասկացա, որ մեծամասամբ սնունդը տապակվող է, ձեթի մեջ են տապակում։ Հիմնականում նման սնունդեր այստեղ ֆլյություրնիցիաները տեսեք դրված է ու տապակում են ձեթի մեջ, ուսայողի մեջ։ Սա է լաղանդերը, օլա։ Vale, vale, gracias. Աղանդերը ելակը կարամելացված։ Տեսակ ինչպես էին պատրաստում։ Այստեղ այսպիսի բաներ են էլի վաճառում։ Պանդան, ինձ թվում է սա իրենց խորհրդանիշն էլ է պանդան, իրենց երկրի։ Եվ իհարկե տարվա խորհրդանիշը ձին։ Ձին, հրեղեն ձինք։ Այսքանով ավարտվում է տոնավաճառը արդեն։ Այսքան մասը միջև տոնավաճառը այսպես սկզբից միջև հաղթական կամուրջից միջև այստեղ տոնավաճառներ։ Այստեղ էլ ինչ-որ տեքստիլ է, ոնց հասկանում եմ, դու կարող ես քո ցանկացած նկարը, պատկերը ուզել, նկարել ինչ-որ ու իրենք տպում են, հանում են շապիկի վրա, վերնաշապիկի վրա։ Ինչ դիզայն ուզում ես կարող ես դու տալ, որը ցանկանում ես, 100% բամբակ է և շատ արագ է կատարվում այդ ամեն ինչը։ Հետաքրքիր է, տեսեք։ Մեկը պատրաստեցին արդեն։ Դե իհարկե բոլորը այս տարվա խորհրդանշով են ուզում, ձիով ու ինչա գրված չգիտեմ չինարենը։ Հետաքրքիր է։ Տեսեք։ Տիպա դրվում է վերնաշապիկի վրա, սովորական վերնաշապիկ է, սպիտակ։ Հիմա կհանի ու արդեն երևի րոպեների ընթացքում նույնիսկ 1 րոպե չտևեց, վայրկյաններ ու պատրաստ է վերնաշապիկը։ Մի հատ էլ երևի էսպես։ Վերջ, պատրաստ եմ։ Gracias. Sí, está aguantado. Genial. Ահա, իսկ դիմացն էլ արդեն գեղեցիկ պարկ է, այգի է, Citadel, այդ պարկն է, այգին է, այնտեղ էլ հեռվում, տեսնում եք Կատալոնիայի դրոշը, ցույց չեմ ասի, բայց բողոքի ակցիա են անում, չնայած ամեն
շաբաթ ամեն ամիս, չգիտեմ, կատալոնցիները բողոքի ակցիա են անում, այսպես հանգիստ, լուր, խաղաղ, բողոքի ակցիա, արդեն գիտեք, որ Կատալոնիան ուզում է առանձնանա Իսպանիայից, իհարկե վաղուց դա, այստեղ արդեն, չգիտեմ, մարդիկ իրենց բողոքն են ներկայացնում այս տարբերակով, այս ձևով։ Ժողովուրդ, այստեղ ես որոշեցի վերցնել գյոզա, ինչ որ այդպես են չի ասում, չինական ուտելիքը, սա փոքր շատ է ծանոթ է, որոշեցի սա վերցնել, ճշտեցի, որ հավի մսով է, քանի որ այստեղ հուրմունքը ամենուրեք տարածվել է կերակուրների, միասին փորձենք, տեսնենք ինչ համու է։ Այստեղ ես վայելեցի իմ գյոզա, ինչպես ասում են, չինական ուտեստը, տաք չէր, իհարկե, այնտեղ սառն էին տվել, տաք չէր, խաբեցին չինացիները ինձ, բայց համեղ էր, վատը չէր։ Հիմա այստեղ ինչ-որ թեյ եմ տեսել մրգերով, ոնց որ սառը, ինչ-որ հետաքրքիր բան էր, եկեք գնանք դա էլ փորձենք, գնեմ, դա էլ փորձենք ու այստեղ ոնց որ ինչ-որ մի բան սկսել է չինորեն խոսում են անկեղծ բնակարան չենք հասկանում, բայց ինչ-որ մի բան են ասում, երևի շնորհավորում են իրենց նոր տարի։ Գնանք դա էլ վերցնենք, որովհետև ծառավ եմ ու նոր գնանք տեսնենք ինչա կատարվում բեմի մոտ։ Սա այս թեյերն են, երևի կվերցնեմ Մարակոյից։ Hola, una maracuya. ¿Una maracuyá? Sí. Uy. 这是抹茶，这个绿色。根本就不认识。 Yo tengo salsa que tengo esas con té y esa. Ատի ժողովուրդ այստեղ ես վայելում եմ իմ թեր գրված, բայց կարծես թե հյութ լինի, բայց վատը չի, իհարկե արհեստական է երևի, բայց վատը չի, համեղա։ Այստեղ էլ այսպիսի ծրար տվեցին, մեր չէ իրենց ինչ-որ պապոչկայա, իրենց սրճարանա պաստորեն, սա սրճարանի հասցենա, մի խոսքով տեղնա, բայց ինքը ծրարը սիրուն է, կարելի է պահել ծրարը։ Մի խոսքով իմ չինական նոր տարին, չինական նոր տարին շարունակվում է, չինական նոր տարին անցկացնում եմ դրսում։ Նոր տարին շարունակվում է, հիմա մոտենանք բեմին, տեսանք այնտեղ ինչ են անում։ Վերջի եկել ենք այդ համերգին մասնակցելու համար։ Գնալով բազմության հոսքը շատանում է, մարդկանց թիվը ավելանում է։ Արևի տակ հաճելի է, բայց այն որ արև չկա, մի տեսակ քամի է ու սառնոտ է։ Հիմա դեպի մոտենանք բեմին, տեսնենք ինչ են անում։ Als je nu nog een keer vraagt waar ik je naar huis, dan kan je de hele weekend thuis blijven. Այստեղ չգիտեմ ինչ լեզվով, կանում են գործեր կորում։ Kijk, als je nog een keer ga je naar huis blijven. Ամեն դեպքում իսպաներեն չի։ Այ, բարում են։ Գնանք մենք եմ մասնակցենք։
那个最上面有个人，那肯定不能是大人，要不然把底下的人给撑死了。那个女的不知道干什么。要不然好，万一过掉了，那Ջան, նոր տարին արեցի չինացիների հետ։ Եկա ամուսնուս աշխատանքի վայրը, միասին հանդիպեցինք ու գնում ենք տուն։ Իհարկե մտենք մի հատ մերկադոնա հաց առնենք, իհարկե դա չեմ նկարի։ Ու գնանք Այս չինարեն եմ խոսալու, ասում մի բոլը չինացու տեսար, ասում այդքան միտեղ այդ քաշած չինացը չէի տեսել, ասում օհագին չինացի կա այստեղ։ Խոսքով համենայն դեպս մարդիկ շատ լավ կազմակերպել էին, դուք էլ տեսաք, արդեն տեսած կլինեք,
շատ լավ կազմակերպել էին, ցույց էին տալիս իրանց մշակույթը ու մենակ իրանցը չէր, կոլումբիական, քանի որ հեսա այստեղ, այս փետրվարը կարնավալի ամիսը, կոլումբիական բարեր բարեցին, ինչ ես ծիծաղում, Չինացիք ու կոլումբիացիք իրար հետ արին նոր տարի։ լավ էլ որմին, իր այդ կոլումբիացիների մշակույթը ներկայացրեցին, հա հետո իսպանացիները իրենց կատալանցիները իհարկե իրենց մշակույթը ներկայացրեցին, այն որ աշտարակի նման մյանց վրա կաստեյարս, դա կոչվում բարձրանում են, ես մոտ եմ իրանց հետ այդ ներկայացրեցին, խոսքով շատ լավ ժամանակ կար, տոնավաճառ էր, ոնց որ մեր նոր տարուն ա լինում, տոնավաճառ, երգեր, պարեր, չինացիների երգեր, պարերը չէի տեսա չինացիների երբեք ինձ թվում է, մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցի իրենց նոր տարուն ու հիմա գնում ենք տուն ու այսքանով երևի ավարտեմ իմ այսօրվա վլոգը, ձեզ ասեմ հաջողություն, լավ մնացեք, խաղաղ մնացեք, առողջ եղեք միշտ, ստեսյուն ձեզ, մինչև մյուս վլոգ սիրելիներս, պաչիկներ բոլորի, Մյուս աշխատանքային օրը։ չէ, մինչև մյուս վլոգ, սիրում եմ ձեզ և ասում եմ հաջողություն։